Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Միասնության թևեր կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը։ Պարոն Անանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Անանյան, վերջի շրջանում շատ ակտիվ քննարկվում է, հատկապես Մոսկովյան այցից հետո Հայաստանի դիրքորոշումը արտաքին քաղաքականության հետ կապված Եվրամիություն, թե ԵԱՏՄ, որովհետև այդ երկընտրանքը Ռուսաստանում մեր առջև արդեն ուղիղ առաջի դեմքով դրվել է։ Չնայած Հայաստանի իշխանությունն ասում է, ընդդիմությունն է ուռճացնում այդ թեման։ Մենք քանի կարող ենք երկու միություններում մնալ, կշարունակենք այդպես մնալ։ Մենք կարող ենք դեռևս շարունակել երկու տնտեսական, որոնք բավականին տարբեր միություններ են, մնալ այդ երկուսում համաժամանակյա եւ կորուստներ չունենալ։ Հնարավոր չէ, միանգամից պատասխանեմ, հնարավոր չէ։ Գիտեք, այն ձևակերպումը, որը հնչեց Մոսկվայում, որ գիտեք, քանի դեռ մենք որոշում չենք կայացրել հնարավոր է, իհարկե հնարավոր է, բայց այդպիսի թեմայով այդպիսի արտահայտություն անելը ինքը քաղաքական առումով եւ ասենք քաղաքական լեզվամտածողության առումով այդքան էլ ընդունելի չի։ Ոնց որ ասենք քո դաշնակցին ասես, որ գիտես ես այլտեղ ավելի լավ բախտ եմ որոնում, քանի դեռ լավ բախտ չեմ գտել, քո հետ մի քիչ ընկերություն կանեմ, դորապես դա էր ասում, որը որ քաղաքական փոխհարաբերություններում պետության ղեկավարների հետ փոխհարաբերությունների առումով կապլից իրենք փակ ֆորմատով ամեն ինչի մասին կարող են խոսալ, մարդիկ են ամեն դեպքում, բայց բաց ֆորմատով, երբ որ երկու երկրների հանրությանն է գնում եւ առհասարակ ամբողջ աշխարհին գնում է, հետաքրքրող աշխարհին գնում է այդ մեսեջները, այդպիսի բաներ չեն ասում։ Ինչ վերաբերում է բուն թեմային, ապա տեսեք, պետքա տեսնել, թե մենք ինչ ենք ուզում, ոչ թե սրտով, այլ գաղափարով, մեկ էլ նաեւ իրողություններով։ ԵԱՏՄ-ի մնում եք, թե չենք մնում։ Հարցը, որ պետք է տանք իրար եւ դրա այդ հարցը պետք է պատասխանենք բանականության շրջանակներում։ Եվ ԵԱՏՄ-ի հետ մեր փոխհարաբերությունները պետք է կառուցենք Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների համատեքստում։ Մենք ամենամեծ հարցին պետք է պատասխանենք նախ Ռուսաստանի հետ կապված մեր փոխհարաբերությունները ինչ փուլում են գտնվում, ինչ ենք մենք ակնկալում ապագայից եւ արդյոք մենք վերակառուցման, վերադասավորման Ռուսաստանի հետ երկարատև ճանապարհ գնալու մտադրություն ունենք, թե չէ։ Այսինքն կներեք, ճիշտ եմ հասկանում, ԵԱՏՄ-ում մնալը ուղիղ համեմատական է հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման հետ։ Ես այդպես չէի ասի, որ ուղիղ համեմատական, որտեղ երբ որ ուղիղ համեմատական ասում ես, դա նշանակում է, որ նաեւ իրավակարգավորումային առումով կամ ասենք կոնկրետ ինչ-որ բաներ կան, բանաձևեր կան, որ մեկը մեկին փող լրացնում են կամ մեկը մեկից բխում է։ Ես կասեի, որ այդ ԵԱՏՄ-ում մնալ չմնալը պետք է քննարկել Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների համատեքստում ուղղակի։ Սա ավելի շատ տրամաբանությանն եմ ես ուզում ներկայացնել։ Եվ այդ առումով ինչու, որովհետև ԵԱՏՄ-ի, եթե վերցնենք ֆինանսական կողմը, ասենք ԵԱՏՄ-ի միասնական բյուջեն ձևավորումը, այդ միասնական բյուջեի հիմնական մասը դա Ռուսաստանի Դաշնությունն է, 74%, եթե չեմ սխալվում, Ռուսաստանի Դաշնությունն է։ Այսինքն Ռուսաստանի Դաշնությունը իր ուսերին է կրում այդ ամբողջ ԵԱՏՄ-ի ֆինանսական բեռը, եթե կարելի ասել, Ղազախստանի հետ մասնակիորեն բաժանելով, բայց համամասնությունը 7 անգամներով դեպի Ռուսաստանն է։ Բելարուսը ունի էլի էական, բայց ոչ համադրելի մասնակցություն, Ղրղստանը, որ ունի որոշակի մասնակցություն եւ Հայաստանը։ Հիմա տեսեք, Հայաստանը ընդ որում ունի 1.22% մասնակցություն այդ ամեն ինչին։ Եթե վերցնում ես, ինքը ֆինանսական կողմը պետք է չնայես, այլ պետք է նայես փոխհարաբերությունները հենց Ռուսաստան-Հայաստան համատեքստում։ Ես դրա համար ասացի։ Հետո նայում ես արդեն Բելարուս, Ղազախստան, Ղրղստան, մյուս 3-ը, դու եւ Ռուսաստանը։ Նաեւ այդ 5 երկրների փոխհարաբերությունների համատեքստում։ Սկզբից քաղաքական, պարտադիր եւ նաեւ տնտեսական, որովհետեւ քաղաքականն ու տնտեսական հիմա փող լրացնում են իրար։ Չես կարող վերցնել միայն տնտեսական կողմը եւ անտեսես օրինակ մի ԵԱՏՄ-ն որպես մի այդպիսի միջազգային համագործակցություն, որտեղ օրինակ 2 թուրքալեզու պետություն կա։ Այդտեղ էլ պետք է միջազգային իրավունքի, նաև քո դիրքավորման առումով տեսնես, արդյոք դու
լինելով ԵԱՏՄ-ում երկրների հետ միևնույն սեղանի շուրջ նստես, կոնսենսումային որոշումների մասնակից լինես լիարժեք եւ ունենաս այդ սեղանի շուրջը նստած թուրքալեզու երկու երկրներ, որոնք որ այլ կառույցներում, օրինակ Ադրբեջան եւ Թուրքիայի հետ նստում են միևնույն սեղանի շուրջ եւ որոշումներ են կայացնում, շատ դեպքերում նաեւ տարածաշրջանային առումով այնպիսի որոշումներ, որոնք ուղղակիորեն չեն բխում Հայաստանի շահերից։ Օրինակ ինչ ենք կարծում, ԵԱՏՄ-ում դա հարթակ է, որտեղ որ դու կարող ես այդ երկրների հետ փոխհարաբերություններ զարգացնես։ Սա էլ ԵԱՏՄ-ի քաղաքական համատեքստն եմ ուզում, որ քննարկենք։ Հետևաբար ԵԱՏՄ-ն ինքը շատ բարդ եւ նաեւ բովանդակային առումով շատ բազմաշերտ փոխհարաբերությունների մի համախումբ է, որ Հայաստանը պետք է նայի դրանց ոչ մենակ տնտեսական պրիզմայով, այլ ավելի շատ քաղաքական պրիզմայով, առաջ հորիզոնականում դնելով ռուս-հայկական փոխհարաբերություններ, ներողություն, Ռուսաստան-Հայաստան փոխհարաբերությունները։ Հիմա Եվրոպան։ Այո, ԵԱՏՄ-ից նաև խոսենք այն մասին, թե ենթադրենք ԵԱՏՄ-ում չենք, մենք դուրս են գալիս, ընտրում ենք Եվրոպան։ Տնտեսական թվային, այսպես տեսանկյունից մոտենանք, թվերի լեզվով խոսենք, ինչ է կորցնում Հայաստանը։ Լավ, մեզ պետք չի, մենք ինչպես իշխանությունն է ասում, ինքնիշխանությունն ենք մեր հարգում ավելի շատ, քան մնացած այլ բաները, որովհետև այդպես են պարզաբանում։ Թվերով Հայաստանի տնտեսության կորուստները ինչպիսին կլինեն, այսինքն ինչ են կորցնելու մենք, եթե ԵԱՏՄ-ում չլինենք։ Տեսեք, այսօրվա դրությամբ ամբողջ ապրանքաշրջանառությունը արտաքին առևտրի հետ կապված ամբողջ ապրանքաշրջանառության 38-40% Ռուսաստանի հետ է։ Եվ լինելով ԵԱՏՄ-ում ցանկացած ապրանք, որը երրորդ երկրներից մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն, ինքը ձեռք է բերում ԵԱՏՄ-ի ապրանքի կարգավիճակ եւ ազատ շրջանառվում է ԵԱՏՄ մյուս երկրներում։ Մենք ըստ էության դա մեզ մի հնարավորություն է տալիս եւ դրանից մեր բիզնեսմենները օգտվել են, նաեւ 22 թվականի ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր, այս կողմ նաեւ վերարտահանման այդ հնարավորությունը օգտագործել ենք մենք։ Եթե նայում ենք արտահանման կառուցվածքում, մենք տեսնում ենք այնպիսի ապրանքներն են գերակշռում, որոնք որ ակնհայտորեն Հայաստանում չեն արտադրվում։ Չէ, հետեւաբար դա վերարտահանման այդ հնարավորությունն է, որ Հայաստանը օգտագործել է։ Այդ թվում նաև հանրահայտ ոսկին, որ Ռուսաստանից գալի գնում էր դեպի տարածման ուղի։ Այսինքն այդտեղ, եթե նույնիսկ այդ ժամանակային տարբերությունները դնենք, միշտ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները եղել են արտաքին առևտրային շրջանառության գերակշիռ մասը եղել է Ռուսաստանի հետ։ Ուղիղ տեքստով ձեր մատնանշած հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը ուղիղ տեքստով ասեց, թե ինչ բան հերանեկարներ կան ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար։ Էներգետիկայի, այսինքն այդ բոլորը, այդ բոլորը ինքը ասվեց շատ, այսպես ասած, բաց տեքստով։ Կներեք, այսօր իրենց անվտանգության խորհրդի քարտուղարն էլ թվով է արդեն ասել, ասում է Հայաստանը անհամեստ հաշվարկներով կկորցնի իր հնայի մոտ 23%-ը, եթե Եվրամիության անդամակցի։ Այսինքն տնտեսապես այդքան կորուստ են իրենք մեզ համար մատնանշում։ Չեմ ոչ կհերքեմ, ոչ ասենք կհաստատեմ, որովհետև դա հաշվարկ է, որ ոչ միտեղ չի տանում, ասենք եթե հնայի 23%-ն է, իրենք ակնարկում են, որ դրամով դա մոտավորապես, ասենք կլինի 2.5 տրիլիոն դրամ, չեմ կարծում այդ որտեղից են հաշվարկել, ասենք էֆեկտները, ազդեցությունները ամբողջական են հաշվարկել, էներգետիկ հաշվարկները կա դրա մեջ, չգիտեմ թե ինչպիսի հաշվարկի տակ ինչպիսի մեթոդաբանություն է, բայց որ Հայաստանը կկորցնի, այո, կկորցնի, բայց նայենք, միգուցե նաև կկորցնի, շատ լավ, միգուցե այո, ԵԱՏՄ-ից դուրս գալով մենք կորցնելու ենք մատնանշված այդ 2.5-3 տրիլիոնը, ենթադրենք, միգուցե Եվրամիության անդամակցությամբ մենք կարող ենք փոխհատուցել այդ կորուստները։ Եթե կարողանում ենք փոխհատուցել այդ կորուստները, միգուցե կարելի է նաև քննարկել դա։ Այստեղ ԵԱՏՄ-ն, ԵՄ-ի անդամակցությունը հակադրությունը կամ այդ արհեստական հակադրությունը ինքը միայն գումարային չպետք է նայես դու։ Պետք է նայես, ասենք նաև
Եվրամիությունը ինքը ինչ վիճակում է գտնվում այսօր։ Արդյոք մեզ սպասում են Եվրամիությունում։ Արդյոք քո տնտեսությունը ստանդարտիզացվել է եւ համապատասխանեցվել է եվրո ստանդարտներին։ Արդյոք դու ունենալու ես արդյունաբերական երկիր, եթե անդամակցես Եվրամիության հետ։ Այստեղ հարցեր կա, որոնք որ պետք է պատասխանես։ Թերևս կարող ես դու մնալով ԵԱՏՄ-ի շրջանակներում եւ այն մատնանշած կլոր սեղանի շուրջ լինելով կոնսենսուսային որոշումների մասնակից լինելով պահպանես այդ կարգավիճակը եւ խորացնես Եվրոպայի հետ քո համագործակցությունը առանձին երկրների հետ մասնավորապես Եվրոպայի հետ էլ համապարփակ այդ համագործակցությունը խորացնես։ Այս երկուսը դու կարող ես անել միաժամանակ։ Այո, չանդամակցել Եվրամիությանը, բայց խորացնել փոխհարաբերությունները։ Այդ ընթացքում նաև փորձել դիվերսիֆիկացնել քո տնտեսությունը, արտահանելի տնտեսություն ստեղծել, քո արտահանելի տնտեսության աշխարհին մատակարարվելիք առաջարկվող գիտելիքահեն, բարձր տեխնոլոգիական ապրանքները ստանդարտիզացիայի ենթարկես ամբողջ աշխարհում, այդ թվում Եվրոպայում, եւ երբ որ դու կունենաս դիվերսիֆիկացված արտահանման այդպես մի հատ պալիտրը համայնապատկեր, նոր քննարկի արդյոք որ ուղղությամբ պետք է գնա քո երկիրը։ Այսինքն նախ մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի։ Այո, դու որոշումներ կարող ես կայացնել։ Այո, եթե դու տեսնում ես ԵԱՏՄ-ի հետ քո փոխհարաբերությունները տանում են դեպի փակուղի, իհարկե դու պետք է այլ որոշումներ կայացնես, բայց այլ որոշումներ կայացնելուց առաջ դու պետք է ունենաս դիվերսիֆիկացված իրականություն։ Տեսեք հիմա 18 թվականից մինչև հիմա, չէ, ասենք այս 8 տարիների ընթացքում մենք Եվրամիության հետ հնարավորություն ունեցել ենք ավելի համապարփակ համագործակցություն։ Այո, արել ենք ոչ։ Եթե մենք առած լինեինք, ունենայինք ինչ-որ նախադրյալներ, եթե Եվրոպայում մեզ սպասեին, չէ, մենք կարող է իրոք եւ դնենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր դնենք եւ փորձենք քննարկել։ Գնում ենք թե չենք գնում։ Դրա համար հիմա ԵԱՏՄ-ից դուրս գալը Եվրամիության անդամակցելը դա քաղաքական արկածախնդրություն է եւ նաեւ մանիպուլյացիա իրանից ներկայացնում, որովհետեւ Եվրամիություն այս իշխանությունը չի ձգտում։ Այս իշխանությունը շատ ավելի ռուսամետ է, քան ինքը իրեն ներկայացնում է, հասկանում եք։ Ուղղակի այս նախընտրական է ժամանակաշրջանում, իսկ մենք գիտենք, որ քաղաքացիական պայմանագիրը եւ իր ղեկավարը իր նախընտրական քարոզարշավը սկսել է ըստ էության 24 թվականի հունվարից, այսինքն 2 տարի է իրենք զբաղված են քարոզարշավով։ Այն հայտնի ծորակի կախիչների պատմությունը, չէ, մարզպետների աշխատանքից հեռացնելը, դրանք արդեն ազդարարումներ նախընտրական գործընթացի։ Այսինքն 2 տարի իրանք այս նախընտրական գործընթացի շրջանակներում այս Եվրամիություն ԵԱՏՄ այս հակակշիռները իրենք ուղղակի խաղարկում են։ Եթե ռուսամետ է, ինչու է հիբրիդային պատերազմի դեմ պայքարում հենց ռուսների դեմ։ Կանչում է Եվրոպայից, հիմա մենք գիտենք Եվրոպայից մասնագիտական խումբ է գալու ԵՄ առաքելությունը։ Ճիշտ եք ասում, իսկ ինչու է ապրիլի 1-ից հետո, երբ որ վերադարձել են Հայաստան, ըստ օդում կախված լուրերի, եկեք բան չանենք, պետական բոլոր պաշտոնյաներին ասվել է, որ պետք է բոլորդ սովորեք ռուսերեն։ Գիտեք, այստեղ բաներ կան, համարենք, որ դա, ասենք, չգիտեմ, հայտարարություններից անդին են։ Այո, օդից կախված լուրեր են, չգիտենք, կարող են նաև հերքել իրենք, բայց կան, այսինքն զրուցում են մարդիկ, որ ռուսաց լեզուն, ռուսերենը ապրիլի 1-ից էսկոմ սկսել է քարոզվել պետական մակարդակով։ Սա ինչ է Իրանից ներկայացնում, դեռ չգիտեմ, այսինքն որովհետև իրենց նախընտրական այս քարոզարշավային այս ամեն ինչում իրենք նաև որոշել են, որ նաև պետքա մի քիչ լինեն ռուսամետ երևի թե մայիսի 4-ին եվրոպական երկրների Հայաստանում կայանալիք այդ մեծ միջոցառմանը համընթաց նաև այսպիսի բաներ են տեղի ունենում։ Ես չգիտեմ իրենք ինչ են մտածում, բայց ես կարծում եմ, որ իրենք Եվրոպա չեն էլ ձգտում։ Իրենք ուղղակի դարձնում են օրակարգային հարցեր, այդ օրակարգային հարցերը խաղարկում են, որպեսզի ստանան նախընտրական ինչ-որ առավելություններ։ Բայց մեզ սպասում են, լավ, իրենք ենթադրենք ձգտում են, բայց մեզ այնտեղ սպասում են մեզ։ Գիտեք, Եվրոպայից հնչող բաներից մեզ չեն սպասում։ Իրենք այո աջակցում են այսօրվա իշխանություններին, աջակցում են այն Հայաստանին, որը հակառուս է։ Աջակցում են։ Իրենք ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը մնա հակառուսականության, ասենք ինչ-որ բաստիոնի նման ինչ-որ կարգավիճակ ունեցող տարածք։ Իրենք դա անում են։ Այո, իրենք տեսակ վերահաստատեցին նաև նոր բանը դիտորդներ չասենք, լավ, ինչ-որ առաքելություն, որ պետք է գա,
գումարներ են տրամադրում 15-20 միլիոն եվրո, որոնք պետք է ծախսվեն այստեղ հիբրիդային պատերազմի դեմ եւ այլն։ Հետևաբար Եվրոպան նախ այստեղ մի շատ կարևոր բան էլ կա։ Եվրոբյուրոկրատիա եւ Եվրոպա, դրանք տարբեր բաներ են։ Եվրոբյուրոկրատիան եկեք դա անվանենք որպես, ասենք, Եվրամիության, այսպես ասած, չինովնիկությունը։ Իր Եվրոպան ինքը շատ լուրջ տարածաշրջան է, որտեղ կան բարեկամ երկրներ, որոնց հետ մենք պետք է շատ համապարփակ փոխհարաբերություններ ստեղծենք։ Եվրոպայի հետ, որպես եվրոչինովնիկների հետ էլ պետք է ունենանք հարաբերություններ, բայց այն ինչ որ տեղի է ունենում, ավելի շատ եվրոչինովնիկության օրակարգը, ոչ թե Եվրոպայի։ Պարոն Անանյան, քանի որ կուսակցությունը մասնակցում է ընտրությունների եւ հստակ է բաժանումը, հիմա քաղաքական դաշտում ընդդիմություն, իշխանություն, այս հակադրության մեջ կան նաև ռուսամետներ, արևմտամետներ, իշխանությունն է շատ այդ բաժանումը անում։ Ձեր տեսլական, այսինքն մենք հասկացա ես ձեր ասածից, որ բոլորի հետ պետք է լավ հարաբերություններ ունենալ, բայց ինչպես եք պատկերացնում, օրինակ Ռուսաստանի հետ հարաբերություններում այսօրվա մակարդակի փոփոխություն, այսինքն ինչ պետք է փոխել, ինչ պետք է վերանայել կամ Եվրամիության հետ կապված գուցե։ Տեսեք, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները վերաիմաստավորման կարիք ունեն։ Դա նշանակում է, որ մենք մեր գործընկերների առաջ ունենք հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում ենք։ Նաև այս վերջի 6-7 տարիների ընթացքում Ռուսաստանի Դաշնության դիրքավորումները շատ աղետալի իրավիճակների, նախ իրենց կողմից ձևավորված սպասումները, մեր Հայաստանի հանրության կողմից մեծ սպասումներ էր ձևավորված, եւ այդ սպասումները ըստ էության իրենք ձախողել են կամ այդ սպասումների հետ կապված հանրության մոտ առաջացել է մի մեծ ֆիասկո, այսինքն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Արդարացի են դրանք հիմնականում, որովհետեւ սպասումներն էին այդպես ձևավորված։ Միգուցե գերագնահատված էր, միգուցե, բայց պետք է նստել սեղանի շուրջ եւ ասել, օրինակ առաքելության, հաղապար առաքելությունը, որ Արցախում իրականացնում էր, գիտեք, շատ հեշտ է ասել, որ երբ որ դուք 22 թվականի հոկտեմբերին գնացիք եւ ասացիք, որ Ղարաբաղը Ադրբեջանն է եւ վերջ եւ այլն, մենք դրանից հետո մեր բանը դառավ անիմաստ։ Այդպես, այո, երբ որ դու ուզում ես ձևավորես մի այնպիսի կարծիք, որ մենք արել ենք այն, ինչ որ բխելա ձեր վարքագծից, այո, կարող ես դա ասել, բայց դա ստրատեգիական գործընկերոջ պատասխան չի, մեր ակնկալիքներն է, որ մենք պետք է նստենք եւ մեր գործընկերներին ըստ էության սեղանի առաջ դնենք մեր տարիների ընթացքում առաջացած այն բոլոր հարցերը, որոնց պատասխանները հանրությունը ուզում է իմանա։ Երբ որ այդ պատասխանները կունենանք, մենք նոր օրակարգ կձևավորենք եւ կգնանք առաջ։ Այո, վերաիմաստավորման կարիք ունի Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները, բայց դա չի նշանակում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ փոխհարաբերությունների հաշվին, Հնդկաստանի հետ փոխհարաբերությունների հաշվին, Չինաստանի հետ, Իրանի հետ, ոչ ոք դա չի ասում։ Մեր համար գոյություն ունի միայն Հայաստանի շահը, հայ ժողովրդի շահը, Հայաստանի շահը, Հայաստանի ազգաբնակչության շահը։ Մենք ունենք շահ, որը դնում ենք սեղանին։ Ով որ այդ շահը հաշվի կառնի իր շահի հետ կհամապատասխանեցնի, ով որ այդ շահը կսպասարկի, ով որ այդ շահի հետ հաշվի կնստի, այո, բոլորի հետ էլ մենք պետք է աշխատենք եւ համարենք, որ իրենք մեր վերաիմաստավորված գործընկերներն են, նոր գործընկերներն են, այո, ցանկացած աշխարհակաղակական բևեռ, ցանկացած աշխարհակաղակական խաղացող, եթե հաշվի անստում Հայաստանի շահի հետ, ուրեմն մեր համար ինքը շատ բարի դրացիական գործընկեր է։ Մենք ոչ մեկի հետ փոխհարաբերություններ չենք կառուցելու ինչ որ մեկի հաշվին։ Սա շատ կարևոր է։ Իշխանությունը շատ հետարքիր ձևով փորձում են դիմադիրներից կորզել այ աշխարհակաղակական այդ ընկալումները, թե ում կողմից է եւ որպես օրինակ վերում է թրիփ, ասում է հիմա թրիփում հայ-ամերիկյան է։ Դուք ուզում եք այլ ուժեր էլ դրան մասնակցեն։ Եթե ուզում եք այլ ուժեր, ինչպես եք պատկերացնում օրինակ Միացյալ Նահանգները դրան կհամաձայնեն, ենթադրենք Ռուսաստանին։ Ձեր պատկերացումը թրիփի հետ կապված, այնտեղ պետք է լինի նաև երրորդ ուժ, բացի Հայաստանից եւ Միացյալ Նահանգներից, թե կարող է դա իրագործվել նաև հայ-ամերիկյան այդ համագործակցությամբ։ Եվ ճիշտ է նման ընդհանրապես գործարքը ճիշտ է կայացվել, այսպես ասած։ Նայեք, ցանկացած
ենթակահամակարգ կամ ենթակառուցվածք, որը որ կարող ես իրեն պատկերացնել որպես միջազգային, ասենք, ինչ-որ ենթահամակարգերի հաբ կամ ասենք այդպիսի մի բաղկացուցիչ, շատ ավելի հաջող է գործում, եթե այնտեղ ներկայացված են տարբեր երկրների շահեր։ Այսինքն դա Հայաստանից վերանանք, ցանկացած տեղ, երբ որ դու բոլոր շահագրգիռ կողմերի շահերը հավասարակշռված են տեղ, չէ, հաշվի են առնված, ապա դա շատ ավելի երկարատև, ավելի արդյունավետ գործունեության հեռանկար ունի։ Սա առհասարակ։ Իսկ եթե վերցնենք լավն է, վատն է եւ այլն, մենք թրիպը դիտարկում ենք, տեսեք, հիմա Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրան, Իսրայել այս հակամարտության շրջանակներում շատերի մոտ տպավորություն կա, որ թրիպը իր ակտուալությունը կորցրել է։ Մենք այդպես չենք կարծում։ Կարող է իրականացման կարող է դրվել դրանով։ Գիտեք, նույնիսկ Իրանը, մեր հարևան բարեկամ Իրանը, դա կասկածի տակ չի դնում։ Եվ եթե տեսնեք, հիմա կարծեմ մոտ մի 15-20 օր առաջ կամ ամենաշատը 1 ամիս առաջ, այսինքն հակամարտությունը արդեն կարծրված վիճակում էր, Հայաստանում Իրանի դեսպանը թրիպի մասին խոսել է։ Ինքը չի ասել, որ մենք բացառում ենք թրիպը։ Ինքը ասում է, որ այդ թրիպը մեզ անհանգստացնում է, մենք պետք է այնպես անենք, որ թրիպի իրականացումը անպայման հայ-իրանական փոխհարաբերությունների սահմանային բաներին որևէ ձևով բան չանի, այսինքն իրենք եւս գտնում են ու հասկանում են, որ իրենց բարեկամ հարևան երկիրը Հայաստանը ունի իր անձնական շահերը, իր շահերից բխումը, որ այդ տրիպը իրականություն դարձնի։ Ինչու՞, որովհետև հայ-ադրբեջանական այս պատրանքային խաղաղությունը, որը որ իրականում խաղաղություն գոյություն չունի, տրիպը ինքը քաղաքական դիվանագիտական առումով խաղաղության օրակարգին նպաստող շատ գործոնային էֆեկտ ունի ինքը, կարևոր գործոն է։ Մենք դրան այդպես ենք դիտարկում։ Հետևաբար տրիպը, որ ստորագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, ինքը շատ ավելի լավ կլներ, եթե այդ փաստաթուղթը ունենար շատ ավելի բարձր ստատուս, օրինակ միջպետական համաձայնագիր, որը պարլամենտների կողմից հաստատվել է, ավելացվել, այսինքն միջազգային պայմանագրերի իրավակարգավորումների ներքո ինքը ունենար ավելի բարձր կարգավիճակ այդ փաստաթուղթը։ Եվ այդ առումով կարելի է նույնիսկ աշխատել, որ դա ստանա այդ կարգավիճակը։ Ինքը տնտեսական բաղադրիչ ունի, գերագնահատված է այսօրվա իշխանությունների կողմից, այո, գերագնահատված է, բայց մենք իրեն չենք ասում, որ ինքը տնտեսական ազդեցությունը չունի կամ թույլ է այսայնը, նրա քաղաքական բաղադրիչը շատ ավելի բովանդակային է, ինքը մեզ համար կարևոր է եւ կարևոր է, որ դու երբ որ օրինակ լինես այդ տրիպի իրականացման հետ կապված բանակցություններ վարելու լիազորություններ ունեցող, կարողանաս նա ընդլայնես, ընդարձակես։ Դա ինչ է իրանից ենթադրում։ Տարբեր բաներ կարող է ենթադրի, բայց ամենակարևորը որևէ միջանցքային տրամաբանություն չպետք է լինի այդ տրիպի մեջ։ Սահմանային հսկողությունները, մեր սահմանապահ զորքերը, մեր ԱԱԾ ուժերը պետք է սահմանային հսկողություն իրականացնեն։ Իհարկե, դրա մասը չի էլ քննարկում, առհասարակ չի քննարկում։ Այդտեղ բանակցելու տեղ կա, այո կա։ Դրա համար եմ ասում, տրիպը ինքը ունի խաղաղության, Ադրբեջան, Հայաստան, այդ խաղաղության որոշակի մեր, այսպես ասած, արտաքին անվտանգության համակարգի կայացման շատ կարևոր գործոնային հետևանք ունի, ազդեցություն ունի ինքը։ Կարող ես իրան բարձրացնել, իր ազդեցությունը դարձնել շատ ավելի բարձր, կարող ես։ Պետք է մեզ շատ է պետք։ Այդ դրա համար մենք ոչ թե գովերքում ենք տրիպը, այլ ասում ենք, որ ինքը մի հնարավորություն է, որտեղ որ գերտերություններից մեկը ինքը եկել է եւ քո հետ ստորագրելով մի փաստաթուղթ, քո արտագին անվտանգային համակարգին տվել է մի շատ կարևոր գործոն։ Սա պետք է զարգացնել, այո։ Այդ թվում նաև Իրանի հետ, մեր եղբայր, բարեկամ, հարևան Իրանի հետ նաև շատ սերտ աշխատելով։ Գիտեք, ես հակամարտությունը Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, թեև շատ դեռ ինքը նոր ֆազայի մեջ մտնելու վտանգ ունի եւ ռիսկ ունի, բայց ինքը ինչ որ մի ժամանակ հետո կանգնելու է։ Դու պետք է հիմա ոչ թե մտածես այսօրվա մասին, այլ պետք է մտածես 10 տարի, 20 տարի, 100 տարի հետոյի բանով, աչքերով։ Ճիշտ եմ հասկանում, դուք ընդունում եք, որ պետք է լինի այդ ծրագիրը, բայց լավարկման տեղ ունի։ Իհարկե, հա, միշտ կա, միշտ ամենալավ նույնիսկ բանակցված փաստաթուղթը ինքը լավացնելու տեղ, նորացնելու տեղ ունի, մանավանդ որ տարածաշրջանային դեպքեր եւ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք որ ստիպում են, որ նրանք վերանայվեն։
Շատ լավ, վերադառնալով էլի ռուսական քաղաքական եւ տնտեսական բաղադրիչին, պարոն Անանյան, ուզում եմ մի հարցի եւս անդրադառնանք, որովհետեւ շատ է քննարկվում եւ Ռուսաստանից բավական կոշտ են հայտարարությունները այդ առումով, ռուսական հարավկովկասյան երկաթուղու մասին է խոսքը։ Ձեր դիրքորոշմամբ ինչու է իշխանությունը հիմա փորձում այդ կառավարումը վերցնել ռուսներից եւ արդյոք այն բացատրությունը, որ տրվում է իշխանության կողմից, թե մենք հենց նույն տրիպի ճանապարհի հետ կապված մրցունակ չենք դառնում, երբ որ դա ռուսական ընկերությանն է պատկանում։ Սա է պատճառը, որ կոնստիտուցիոն կառավարումը ուզում է իշխանությունը վերցնել, թե այստեղ դուք այլ շերտեր եք տեսնում։ Տեսեք, մենք չգիտենք, թե անդրկուլիսային ինչպիսի պայմանավորվածություններ կան կամ ինչպիսի, այսպես ասած, հանձնառություններ կան ստանձնված, չէ՞։ Եվ եթե տրիպի դիզայնի մեջ կա երկաթգծային հանգույցներ, իսկ մենք ոնց որ թե մեզ անոնսավորել են, որ այո, այդպիսի հանգույցներ լինելու են, եւ եթե Ռուսաստանի դերակատարումը օրինակ անդրկուլիսյան պայմանավորվածությունների շրջանակներում բացառվել է, օրինակ, ապա կարող է նաև կառուցվել այնպիսի մի հատ սցենար, որ օրինակ հարավկովկասյան երկաթուղի ՓԲ-ի գործունեությունը կամ կոնցեսիոն համաձայնագիրը օրինակ վաղաժամ լինի, կասեցվի։ Դրա համար պետք է օրինակ պետությունը որոշակի նախապահանջներ ներկայացնի կոնցեսիոներին եւ առաջարկի օրինակ ինքը կոնցեսիայի պայմանագրի շրջանակներում օրինակ վերակառուցի ինչ որ հանգույցներ անի եւ դրանք ձախողելու պարագայում կամ չեղարկելու պարագայում ինքը հիմքեր ունենա, որպեսզի այդ կոնցեսիոն համաձայնագիրը չեղարկի։ Ես չգիտեմ ինչ պայմանավորվածություններ ունի ինքը անդրկուլիսյան։ Ձեր ասած հարցի մեջ նաև կար որոշակի սցենարային շարադրանք, շատ հնարավոր է որ նաև ձեր հարցի մեջ հնչած այդ սցենարը տեղի ունի։ Ես չգիտեմ իրենք ինչ պայմանավորվածություններ ունեն։ Բայց մի բան էլ կա, որ տրիպի հետ կապված կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանի հետ կապված իրադարձությունների ապագայի հետ կապված իրենք կարծում եմ, որ զրույց արել են եւ այդ զրույցները շարունակվում են։ Ունեն փոխհամաձայնություններ, այսինքն երբ որ մեծերը խոսում են, փոքրերը պետքա փորձեն այդ խոսակցության մասնակից դառնան։ Եթե իրենց չի հաջողվում, ապա այդ խոսակցության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին տեղյակ լինեն եւ փորձեն նաեւ դրանց որոշակի նաեւ ազդեցություն ունենալ այդ որոշումների վրա։ Ձեր տպավորությամբ Հայաստանի իշխանությունը մասնակից է, հաշվի առնելով այս հայտարարությունները։ Եթե չեմ ուզում սարկազմով պատասխանեմ։ Ոչ, պատասխան։ Սարկազմով իհարկե։ Իհարկե։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։